Շատերը մտածում են, որ սեռական ցանկությունը լիբիդոն մշտական բան է, կամ կա, կամ չկա։ Իրականում լիբիդոն շատ զգայուն է, հատկապես կանանց մոտ։ Օրինակ, օվուլյացիայի ժամանակ այն կարող է հասնել նույնիսկ իր ծայրահեղ արտահայտված աստիճանին, բայց բավական է մի թեթև հուզմունք, նյարդայնություն եւ լիբիդոն կարող է նվազել, նույնիսկ վերանալ։ Երկու սեռերի մոտ էլ իհարկե այսպես է, բայց լիբիդոյի նկատմամբ ավելի զգայուն են կանայք։ Եվ բոլորովին պետք չէ ձեզ պարտադրել, ստիպել սեռական հարաբերություններ ունենալ, եթե դուք չունեք ցանկություն։ Վերջի վերջո, սեռական հարաբերությունը ենթադրում է ազատություն եւ անկաշկանդ մոտեցում։ Պետք չի բոլորովին տրամադրվել, առավել եւս ստիպել հանուն ամուսնական պարտականություն կատարելու։ Մեր գիշերային զրույցներում մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք սովորաբար լռում եք։ Բարի ուշ գիշեր։ Պատկերացրեք բջջային հեռախոս, որը ամբողջ գիշեր միացված է հոսանքին, բայց առավոտյան ցույց է տալիս ընդամենը 10-ից 15% լիցք։ Հենց նույն պատկերն ունի նաև քրոնիկ հոգնածությամբ մարդը, ով կարող է քնել 10 ժամ եւ ավելի, բայց արթնանալ ուժասպառ եղած եւ ինչպես ժողովուրդն է ասում, կարծես թե քար է քաշել։ Մենք այսօր խոսելու ենք անչափ կարևոր մի թեմայի մասին եւ իմ հյուրը Հերացի համալսարանական հիվանդանոցի նյարդաբանական ծառայության ղեկավար Եկատերինա Հովհաննիսյանն է։ Բարի երեկո Տիկին Հովհաննիսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ մեզ հյուրընկալվելու։ Բարի օր, շնորհակալություն։ Մեր առօրյայում հաճախ է հանդիպում, որ մարդը նույնիսկ չի գիտակցում, որ ունի խնդիր, իր մոտ կա քրոնիկ հոգնածություն։ Մարդը կարող է ինքնուրույն հասկանալ դա, թե պարտադիր պիտի դիմի բժշկի, որպեսզի պարզ լինի, որ ինքը խնդիր ունի։ Տեսեք, քրոնիկ հոգնածությունը ինքը իրավիճակ է, որը ամեն մարդ կարող է մի ձևով զգալ։ Այսինքն դրսևորումները, քանի որ տարբեր են, պացիենտները սովորաբար բժշկի դիմում են ոչ չէ ասելով, որ ունեմ միայն քրոնիկ հոգնածություն, այլ ունեմ գլխապտույտ, ունեմ հավասարակշռության խնդիր, ունեմ մկանացավեր, ստամոքսում խնդիրներ, ճնշման տատանումներ, տրամադրության փոփոխություն, գանգատները մի շարք են։ Այսինքն այդ քրոնիկ հոգնածություն ասելով, բացի իրենց հոգնած վիճակ լինելուց զուգահեռ այլ սիմպտոմներ կան, որոնց համար դիմում են որոշակի մասնագետների։ Եթե վերցնենք հիվանդությունների դասակարգումով, քրոնիկ հոգնածությունը ունի կոնկրետ պաթոլոգիա, կոնկրետ նեղ մասնագետին պատկանող ուղղվածություն, այսինքն նա հոգեբուժի պացիենտը չի, նա նյարդաբանինը չի, թերապևտինը չի, այսինքն ընդհանուր է ամեն մեկը մի գանգատի ձևով կարող է դիմել որևէ նեղ մասնագետի, օրինակ գաստրոենտերոլոգի, բայց արդյունքում անամնեստիկ տվյալներից եւ որոշակի հետազոտություններից նոր բժիշկը կարող է հասկանալ ինչի հետ գործ ունենք։ Իսկ որոնք են այն նշանները, որոնք կարող են հուշել, որ արդեն արկա է քրոնիկ հոգնածություն։ Օրինակ, մեր առօրյայում շատ հաճախ լսում ենք, նույնիսկ ցնցուղ ընդունելը բավականին դժվար է, ծուլանում են, կամ սովորական գործերը հերոսություն են թվում, հա։ Ինչից անձը հասկանա, ենթադրի, որ իր մոտ կարծես թե կա քրոնիկ հոգնածություն եւ դիմի բժշկի։ Ինչպես նշեցիք, դրա հիմնական դրսևորումը այդ էներգիայի պակասի զգացողությունն է։ Երբ մարդը ունի մոտիվացիա իր առօրյայում ինչ-որ գործողություն կատարելու, ունի մոտիվացիա նոր բաներ ստեղծելու, այսինքն իր առօրյա գործունեությունը իր համար դարձել է արդեն բեռ, բայց այդ բեռը կրում է պատասխանատվությամբ։ Օրինակ, շատ կարևոր է այս պարագայում դիֆերենցիալ դա դեպրեսիայի արդյունք է, թե իրոք քրոնիկ հոգնածություն է, որը մեր առօրյա ստրեսային իրականության հետևանք է, այսինքն ֆիզիկական, էմոցիոնալ, աշխատանքային այդ գերծանրաբեռնվածության հետևանքով առաջացող քրոնիկ հոգնածությունը լրիվ տարբեր խնդիր է, չնայած որ ունի նմանատիպ սիմպտոմներ, ասենք հոգեբուժական այնպիսի դրսևորումների հետ, ինչպիսին են դեպրեսիան կամ տագնապները եւ այլն։ Մի խոսքով պիտի կարողանալ, եթե մարդու կյանքի որակը չի կարողանում կարգավորվել ինքնուրույն կամ ինքը մարդը չի կարողանում հաղթահարել այն իրականությունը, որտեղ նա այդ պահին հայտնվել է, դա արդեն ահազանգ է բժշկի դիմելու համար։ Իսկ եթե փորձենք խոսել պատճառներից, որոնք են այն պատճառները, որոնք հասցնում են քրոնիկ հոգնածության։
Հիմնականում դրանք քրոնիկ էմոցիոնալ ստրեսային վիճակներն են, որը կարող է լինել ինչ-որ խնդիրների հետևանք, աշխատանքի հետևանք, անընդհատ աշխատանքային վիճակում, անընդհատ պատրաստ վիճակում օրգանիզմին եւ մտքին պահելու իրականությունն է։ Իսկն երբ դու ճունես հանգստի ռեժիմ, դու չես կարողանում այդ գերծանրաբեռնվածությունից հետո վերականգնվել, այ դա առաջացնում է արդեն այդ սիմպտոմները, սիմպտոմակոմպլեքսը, որի հետ իհարկե ոչ միշտ է հեշտ պայքարել։ Քրոնիկ հոգնածության համար ըստ հետազոտությունների պատճառ կարող են հանդիսանալ նաև որոշ վիրուսները, օրինակ հերպեսները 7-8-ը իրենք հանդիսանում են քրոնիկ հոգնածության համախտանիշի պատճառներից մեկը։ Ճիշտ է, հակավիրուսային բուժում այս պարագայում չի տարվում, բայց միևնույն է իմունիտետի ակտիվացումով ճնշելով այդ վիրուսների գերակտիվացումը մենք կկարողանանք մարդկանց նաև օգնել այդ տեսանկյունից վերականգնվելուն։ Իհարկե քրոնիկ չքնելը, տեսեք, քունը ինքը երկակի է այստեղ, քրոնիկ հոգնածությունը ազդում է քնի որակի վրա, իսկ չքնելը ինքը պատճառ է հանդիսանում քրոնիկ ստրեսի զարգացման, որովհետև օրգանիզմի պահեստային ուժերը դեռևս չեն կարողանում այդ վերականգնումը ապահովել օրվա ընթացքում։ Դրա համար արտաքին միջավայրի ֆակտորները դա կլինի աշխատանք, սննդակարգ, քնել, զբաղվածության կանոնավորում, այս ամեն ինչը այն ֆակտորներն են, որոնք կարող են ազդել բերել քրոնիկ հոգնածության վիճակի։ Մեր օրերում երևի թե կհամաձայնեք, հաճախ է նկատվում հատկապես հանգիստ եւ աշխատանք հարաբերակցության խախտումը։ Եվ ես իմ պացիենտների առումով շատ հաճախ եմ դա նկատում, երևի դուք էլ կփաստեք, երբ որ նույնիսկ ցանկություն չունեն սեռական հարաբերություններ ունենալու, նշելով, որ այնքան հոգնած եմ, որ նույնիսկ ցանկություն չեմ ունենում դրա մասին մտածելու, ուր մնաց իրականացնելու։ Եվ շատ դեպքերում տեսնում ենք, որ պատճառը իմ դիտարկմամբ աշխատանք եւ հանգիստ հարաբերակցության խախտումն է։ Մարդիկ աշխատում են նաեւ իրենց հանգստի ժամին, մարդիկ աշխատում են նաեւ հանգստյան օրերին։ Այս կուզենայի, որ դուք որպես ոլորտի գիտակ նշեիք եւ հատկապես դրա մասին խոսեիք, որ ինչ դեր ունի դա եւ հատկապես երբ պետք է մտահոգվել ու կարգավորել դա եւ արդյոք իսկապես դա հետագայում կարող է առաջացնել լուրջ խնդիրներ առողջական։ Իրավիճակը, որի մասին խոսում եք, բժշկական տերմինոլոգիայով կոչվում է այրման համախտանիշ, այսինքն burnout syndrome, երբ մարդը չի կարողանում վերականգնել իր ծախսած էներգիան, այսինքն ծախսն ու վերականգնումը չեն համապատասխանում իրար։ Այդ դա հիմնականում նկատվում է աշխատանքի ոչ կանոնավորված գեր ծանրաբեռնվածության հետևանքով։ Ցավոք սրտի դա մեր իրականության մեջ շատ տարածված է, որովհետև մի կողմից մարդիկ ունեն հացի խնդիր, մյուս կողմից ունեն պատասխանատվության խնդիր, մասնագիտությունները, որոնցից ամենաշատ այրման սինդրոմ առաջացնողը դա բժշկությունն է, տեսնում ենք, որ ինչ գեր ծանրաբեռնված ռեժիմով են աշխատում կարողանալու համար կազմակերպել բժշկական ծառայությունները։ Դրա համար կանոնավոր աշխատանքի կառավարումը ոչ միայն մարդուց է կախված, այլ կախված է իրականությունից, կախված է գործատուից, կախված է թե ինչ ոլորտում ես աշխատում, ամեն ինչը ունի իր չափորոշիչները։ Դրա համար ասել մարդկանց, որ փոխի աշխատանքը, եթե տեսնում ես, որ ունի աշխատանքային այրում, ոչ միշտ է կոռեկտ ու ոչ միշտ է հնարավոր, բայց գոնե մարդուն պիտի խորհուրդ տալ երկար ժամանակով գնալ որևէ հանգստի, որպեսզի վերականգնվի այն էներգիաները, որի պակասը կլինիկորեն դրսևորումներ է տալիս։ Ժողովրդի մեջ տարածված է այն մտայնությունը, որ քրոնիկ հոգնածության պարագայում մարդը կարծես թե դառնում է ցրված։ Օրինակ, նախադասությունը կարող է կարդալ 5 անգամ, բայց չմտապահել, կամ մոռանում է օրինակ պարզ հասարակ ինչ-որ բառեր, նախադասություններ, արդյոք սրանք այն ծիծեռնակներն են, որոնք հուշում են, որ գործ ունեն քրոնիկ հոգնածության հետ, եւ եթե այո, մասնավորապես ինչի վրա պետք է այս դեպքում կենտրոնանալ։
Իհարկե ուղեղային երևույթները, որոնցից մի քանիսը դուք թվարկեցիք, ակնհայտ փոփոխության են ենթարկվում քրոնիկ հոգնածության պարագայում։ Շատ հաճախ պացիենտները գալիս են ու հատկապես դա նկատելի էր հետ-կովիդային ժամանակահատվածում, ասելով, որ ուղեղս ոնց որ մշուշի մեջ լինի։ Իհարկե սիմպտոմը նորություն չի, բայց մարդիկ սկսել են акցենտավորվել, որովհետև այդ brain fog կոչվածը, որը հենց ինքնին իրենից հոգնածության դրսևորում է ներկայացնում, ունի հոգեբանական հիմք, որոշ առումներով որոշակի օրգանական հիմք, բայց մարդիկ բողոքում են, որ չեն կարողանում կենտրոնանալ որևէ աշխատանքի վրա։ Բողոքում են հիշողությունից, բայց այդ հիշողության հիմքում ոչ թե իրական հիշողության վնասում է, այլ այդ մշուշվածության զգացողության պատճառով կենտրոնանալու դժվարեցումն է, որի արդյունքը մարդը գնահատում է որպես ոչ մի բան չեմ հիշում։ Իհարկե, այստեղ շատ հեշտ է տարբերակել այն առումով, որ իրական հիշողության խնդիր ունեցող մարդիկ իրենք չեն դիմում բժշկի, այլ ուղեկցում են հարազատները դեպի բժիշկ, որովհետև իրենք չեն նկատում այդ խնդիրները։ Բայց մարդը էլ երիտասարդը, ով կգա կնստի ու առաջինը կսկսի բողոքել, որ հիշողությունս վատ է, այստեղ այնտեղ էսպես այնպես լավ չեմ հիշում, շատ մեծ հավանականությամբ 90% դեպքերում կամ քրոնիկ հոգնածության հետևանք է կամ դեպրեսիվ իրավիճակի հետևանք է։ Եթե քրոնիկ հոգնածությունը կամ նույն աշխատանքային այդ այրումը իրենք չեն դասակարգվում հոգեբուժական դիագնոզների մեջ, բայց արդեն դեպրեսիան, տագնապները, որոնք հոգեբուժական խնդիրներ են, արդեն նեղ ուղղվածություն ունեն եւ նեղ մասնագետի կարիք։ Այս պարագայում սկսած թերապևտից, առաջին օղակի ընտանեկան բժշկից բոլորս պիտի աչալուրջ լինենք հասկանալու համար, որ միգուցե մարդուն հասարակ հանգիստ էր պետք, այլ ոչ թե ծանր տեղորայքներ կամ որևէ հետազոտությունների մեծ ծավալ։ Որտեղ իհարկե այդ քրոնիկ հոգնածության պարագայում գնում է հորմոնալ փոփոխություններ, մարդը անընդհատ ստրես, կորտիզոլը մշտապես բարձր մակարդակի վրա արյան մեջ, բնականաբար հակադարձաբար տուժում են այստեղ սերոտոնին, դոպամին, որոնք, ինչպես գիտենք, այսպես ասած, մեր ուրախության հորմոններն են, ուրախության մեդիատորներն են, ոչ թե հորմոնները, եւ այս պարագայում, երբ որ նրանք ճնշված են, իհարկե կառաջանա դեպրեսիվ տրամադրություն, եթե դոպամինն էլ է ճնշված մոտիվացիայի բացակայություն, մի կողմից ագրեսիա, մյուս կողմից առհասարական տարբերություն, այսինքն քրոնիկ ստրեսը, քրոնիկ հոգնած վիճակ լինելը կամ էմոցիոնալ ստրեսային, պարտադիր չի դա ֆիզիկական քրոնիկ ստրես լինի, բերելու է վաղ թե ուշ նաև նյարդի եւ առհասարակ ցանկացած բջջի փոխանակության խանգարման, որի կլինիկական դրսևորումները մենք տարբեր ձևով ենք տեսնում պացիենտների մոտ։ Իրենք գալիս են կոնկրետ գանգատով, բայց երբ որ գնում ես դեպի հիմք, արդյունքում միայն հոգնածությունն է։ Մենք ապրում ենք ստրեսաշատ պայմաններում, մեր կյանքը գնալով ցավոք սրտի դառնում է ավելի ստրեսային եւ կարող ենք արդյոք պնդել կամ կարծել, որ քրոնիկ ստրեսը եւս պատճառներից մեկն է, որը կարող է հանգեցնել քրոնիկ հոգնածության։ Բնականաբար հիմքում քրոնիկ հոգնածության ընկած է քրոնիկ ստրեսը, ու դա մեր իրականության անբաժանելի մասն է, ուստի միշտ պացիենտին առաջինը պիտի խորհուրդ տալ, եթե դու չփոխես վերաբերմունքդ, խնդիրը քեզ կտանի դեպի կործանում, որովհետև մանավանդ գերպատասխանատու պերֆեկցիոնիստ մարդիկ, որոնք ամեն ինչ սիրում են անել տեղը տեղին, ժամանակին եւ այլն, բնականաբար իրենց մոտ այդ համախտանիշը շատ ավելի արագ է զարգանում։ Իսկ մարդիկ, ովքեր ի սկզբանե պոֆիգիստ են իրենց տեսակի մեջ, դժվար թե ունենան այդ քրոնիկ հոգնածության համախտանիշը պայմանավորված աշխատանքով կամ առօրյա ստրեսներով։ Այսինքն ինչքան էլ ստրեսները շատ մենք գիտենք, որ դա չենք փոխելու, մենք պիտի սկսենք սովորել փոխել մեր վերաբերմունքը։ Նույն ձևով, եթե մարդ եկել ու ասում է ես հիշողության խնդիր ունեմ, մարդուն չես դնելու նշանակես իրական դեմենցիայի տեղորայքները, մարդուն պիտի սկսես աշխատել իր հետ, ոչ թե իր խնդրի, այլ իր հետ։ Ու այս պարագայում շատ մեծ է հոգեբանների դերը, եթե նրանք կարողանան պրոֆեսիոնալ աշխատել, կողքից էլ կարևորելով սննդակարգը, առօրյայի կազմակերպումը, սպորտով զբաղվել, այսինքն հիպոդինամիան եւ քրոնիկ հիվանդությունների կանխարգելմանը զուգահեռ մենք կարողանանք շատ մեծ արդյունքների հասնել։ Կենսակերպի փոփոխություն։ Միանշանակ սա կենսակերպի խնդիր է, եթե տեսնեք ինքը դասակարգվում է կյանքի որակի կամ կյանքը դժվարացնող խնդիրների շարքում, ոչ թե ախտորոշում է բժշկական տեսանկյունից, այսինքն մեր իմացած հիվանդությունների միջազգային դասակարգումում ինքը գտնվում է ոչ թե նյարդաբանի կամ հոգեբուժի կամ այլ մասնագետի տիրույթում, այլ հենց այն պաթոլոգիաների, այն իրավիճակների տիրույթում, ոչ թե պաթոլոգիաների, որոնք ազդում են մարդու կյանքի որակի վրա։
Տիկին Հովհաննիսյան, մեր պրակտիկայում հաճախ եմ նկատում, որ քրոնիկ հոգնածությամբ պացիենտները նշում են տարբեր տեսակի սեռական գանգատներ եւ մասնավորապես լիբիդոյի սեռական ցանկության նվազում։ Կուզենայի ձեր դիտարկումը լսել, արդյոք քրոնիկ հոգնածությունը կարող է ազդել նյարդային համակարգի վրա, դրանով իսկ բերելով նաև սեռական խնդիրների, թե որևէ այլ կապ պետք է այստեղ փնտրել։ Իհարկե կապը երկակի է եւ հոգեբանական կողմ ունի, որը շատ մեծ ազդեցություն ունի նաեւ, ինչպես արդեն նշեցի, մյուս խնդիրների դեպքում հորմոնալ դիսբալանսների։ Այդ նույն քրոնիկական ստրեսը ինքը պատճառ է հանդիսանում տեստոստերոնի կամ պրոգեստերոնի նվազման, որոնք էլ հենց սեռական ցանկություն առաջացնելու համար են պատասխանատու որոշակիորեն մեր օրգանիզմում։ Եվ բնականաբար քրոնիկ ստրեսը ցանկացած օրգան համակարգի վրա կարող է ազդեցություն ունենալ, դրսևորումներն էլ տարբեր են։ Ուղղակի երբեմն դրանք չեն բարձրաձայնվում հաշվի առնելով ազգային տարբեր մենտալիտետներից եւ այլն, մնում են քողարկված, բայց միևնույն է ընդհանուր բուժական պրոցեդուրաներ իրականացնելու պարագայում բոլոր օրգան համակարգերի վիճակն էլ կարող է գալ բալանսի արդեն։ Եվ մենք դա հաճախ նկատում ենք, որովհետեւ պացիենտները, հատկապես տղամարդիկ, այսպես կոչված մենեջերի համախտանիշով, որոնց մոտ անընդհատ աշխատանք է եւ չկա հանգիստը, նշում են, որ չկա սեռական ցանկություն։ Իրենք ծայրահեղ հոգնած են, որովհետեւ աշխատանքը անընդհատ պահանջում է, որ իրենք 24 ժամ աշխատեն, նույնիսկ հանգստյան օրերին, եւ նկատվում է եւ սեռական ցանկության նվազում, եւ նաեւ պոտենցիայի խանգարում, նույնը նաեւ կանանց պարագայում, բայց իհարկե կանայք նման գանգատները որպես կանոն ավելի քիչ են դիմում, քան տղամարդիկ։ Եվ նկատում եմ, որ նման դեպքերում միայն իհարկե դեղորայքով խնդիրը չի լուծվում, մինչև մենք չհասնենք խնդրի կարգավորման, հատկապես կենսակերպի փոփոխության առումով։ Եվ շատ կարևոր էր հատկապես ձեր դիտարկումը, որ քրոնիկ հոգնածությունը նման դեպքերում կարող է եւ երկու պատճառ ունենալ, եւ հոգեբանական եւ նյարդաբանական, եւ վստահ եմ, որ համատեղ թիմային աշխատանքի արդյունքում մենք խնդիրը բնականաբար ավելի արդյունավետ կլուծենք։ Ու տղամարդու սեռական առողջությունը այդ առումով ավելի հեշտ վերականգնելի կլինի, որովհետև շատ կարևոր է վերացնել պատճառը, որը բերել է նաև սեռական խնդրի։ Ինչպես արդեն հասկացաք, հարգելի հետևորդներ, տղամարդու սեռական առողջությունը նման դեպքում կարող է տուժել տևական ստրեսի պատճառով։ Իսկ ստրեսը, ինչպես հայտնի է, ազդում է սեռական հորմոնների, մասնավորապես տեստոստերոնի մակարդակի վրա, բերելով տղամարդու մոտ տարբեր տեսակի սեռական խնդիրների։ Կարող է տուժել սեռական ցանկությունը, կարող է տուժել պոտենցիան, կարող է տուժել նույնիսկ սեռական ակտի տևողությունը։ Բայց այս ամենը իհարկե վերականգնելի է։ Սակայն, ինչպես արդեն հասկացաք, սա պահանջում է թիմային մոտեցում, այսինքն պետք է պարզել պատճառը եւ վերացնելով պատճառը շտկել խնդիրը։ Այս հարցում մեզ օգնության կարող է հասնել մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերությունը իր Տադաֆորտ եւ Դապոքսեցին դեղամիջոցներով։ Տադաֆորտը հայտնի է որպես պոտենցիայի խանգարման համար նախատեսված դեղամիջոց եւ ունի երկու դոզավորում՝ 5 եւ 20։ 5-ը նախատեսված է ամենօրյա օգտագործման համար, իսկ 20-ը պլանավորված սեռական հարաբերության ժամանակ։ Տադաֆորտը, ի տարբերություն իր նախորդ սերնդի ներկայացուցիչների, ունի բարձր արդյունավետություն եւ դա նշում են հենց պացիենտները բուժման հենց սկզբնական ժամանակահատվածում։ Դապոքսեցինը նախատեսված է վաղաժամ սերմնաժայթման բուժման համար եւ ունի եւս երկու դոզավորում՝ 30 եւ 60։ Դոզավորումը ընտրում է բժիշկը ելնելով խնդրի վաղեմությունից եւ բարդության աստիճանից։ Երկու դեղամիջոցների միաժամանակյա օգտագործման դեպքում տղամարդու սեռական առողջությունը հնարավոր է վերականգնել շատ կարճ ժամանակահատվածում։ Տիկին Հովհաննիսյան, խնդիրը շատ տարածված է։ Ինչպես լուծենք այդ խնդիրը։ Արդյոք միայն դեղորայքի նշանակումը բավարար է, թե այլ եղանակներ էլ կան։ Նախ եւ առաջ պետք է դիֆերենցիալ խնդիրը, այսինքն փորձել հստակ հասկանալ ինչի հետ գործ ունենք եւ միայն այն պարագայում, երբ որ կկապենք ամեն ինչ միայն քրոնիկ հոգնածության հետ,
Այս պարագայում հատկապես դեղորայքային բուժումը միշտ երկրորդ պլան է գնում, բայց մինչ դիֆերենցիացիան մարդը պիտի անցնի որոշակի հետազոտությունների ցանկ։ Իհարկե միայն գանգատի վրա արդեն կարելի է ախտորոշումը մոտ 90%-ով կանխագուշակել, բայց երբեմն կարիք է լինում դիֆերենցիալ նույն դեպրեսիայի հետ։ Հետևաբար պացիենտը պիտի դեպրեսիան գնահատող որոշակի տեստեր անցնի, որպեսզի մենք հասկանանք բուժմանը պետք է միացնել հոգեբուժին թե չէ, այսինքն դիֆերենցիացիա անել այդ մակարդակով։ Երբեմն մարդը գալիս է, հատկապես երիտասարդ տղաներ, աղջիկներ, ոգելով որ հիշողությունս է վատ, բնականաբար մենք պիտի հիշողության ստուգում անցկացնենք, որպեսզի հասկանանք դա օբյեկտիվ վնասում է, թե սուբյեկտիվ վնասում է, որպեսզի էլի փոխվի այդտեղ բուժական տակտիկան կամ ոչ։ Երբեմն ստուգում ենք որոշակի հորմոնալ անալիզներ, որովհետև երբ որ տիպիկ արտահայտված տագնապային համախտանիշներ ենք տեսնում զուգահեռ այդ քրոնիկական ստրեսին, պարտավոր ենք հասկանալ արդյոք կորտիզոլը որևէ օրգանական հիմք ունի թե չէ, այսինքն ստրեսից բարձրացած կորտիզոլը թե օրինակ մակերի կամ խնդիր ուներ ու մենք պիտի գնանք դեպի այդ խնդիրը, որովհետև այդտեղ արդեն ուղեկցող ճնշման տատանումներ եւ այլ ուրիշ դրսևորումներ են լինում։ Բայց այնպես չի որ բոլոր քրոնիկ հոգնածության գանգատներով մարդկանց պարտավոր ենք անցկացնել այդ հետազոտությունները, կախված է գանգատից, կախված է տարիքից, իրավիճակից։ Եթե մարդը եկել է ու ասում է, որ չի աշխատում, չունի քնի խանգարումներ կամ, չգիտեմ, չունի առօրյա լուրջ ստրեսի պատճառներ, եթե հավատում ենք մարդուն, որ իրոք իր իրականությունը այդքան իդեալական է կազմակերպված, բայց ունենք նմանատիպ գանգատներ, առաջին հերթին օրգանականն ենք շղթում, որովհետև միգուցե հիմքում որևէ քրոնիկ խնդիր է ընկած, որը ուղղակի դեռևս այն կարգի գլուխ չի բարձրացրել ու առաջին սիմպտոմները լինում են հոգնածության դրսևորումներով։ Նույն կարող է լինել միոպաթիաներ կամ ցանկացած ուրիշ խնդիրներ, այսինքն հիմքը հասկանալ է պետք, եթե կա պատճառ, բուժում ենք պատճառը։ Իսկ հետևանք բուժելը դա ավելի սիմպտոմատիկ է, կյանքի որակի փոփոխություն, ապրելակերպի փոփոխություն, ամեն ինչ պիտի փորձել սկսել սովորել, կառավարել։ Մարդկանց խորհուրդ ենք տալիս անպայման որևէ ֆիզիկական ակտիվություն, եթե նույնիսկ նա ֆիզիկական գործ է անում, իր առօրյան դրանից է բաղկացած, դա պետք չի համարել որպես ֆիզիկական ակտիվություն, այլ պիտի գնա որոշակի սպորտային պրոցեդուրաների դա կլինի յոգայի տեսքով, այուրվեդա կգնա կամ չգիտեմ, պարի կգնա, թելողի, այդ մարդու նախասիրություններից է միշտ պիտի մարդը ուզելով գնա որտեղ որ գնա։ Եթե դա ուղղակի կեր ծանրաբեռնված աշխատանքի հետևանք է, միաժամանակ պիտի փորձի սահմանափակել աշխատանքը։ Հատկապես օրինակ IT ոլորտում շատերը երբ որ դրսի հետ են աշխատում, գիշերային ժամերին են աշխատում ու իրենց բիոռիթմը փոխված է արդեն, ցերեկը գիշերի հետ խառնվել է, օրգանիզմը դա չի հասկանում, դա արդեն կամ շատ հերթապահող մարդկանց մոտ է լինում հատկապես։ Այս պարագայում եթե կա տարբերակ, իսկ այդ տարբերակը կարծում եմ միշտ կա, պիտի փորձել կարգավորել աշխատանքը անընդհատ չապրել աշխատավայրում կամ անընդհատ չլինել այդ կեր ծանրաբեռնվածության պայմաններում, գնալ հանգստի, բայց ոչ 5 օրով 3 օրով, հանգստի գնալի երկարատև գոնե 1-ից 2 ամիս ժամանակահատվածով։ Ես հասկանում եմ, որ դրանք մեր իրականության մեջ դժվար է կազմակերպել, մի կողմից պացիենտը կարող է գումար վաստակելու ժամանակահատվածը կորցնել, գործատուն կարող է նեղվել, որ այդքան ժամանակահատվածում պիտի բացակայի աշխատողը, բայց եթե դա արդեն հասել է այն հիմքին, որ ունի կլինիկական դրսևորում միանշանակ պիտի արվի, որովհետև ի սկզբանե փորձում են բոլորը քողարկել այդ հոգնածությունը, միշտ ունենք օկիկ արտաքին, միգուցե ցուցադրյալ բարձր ներկայանալի տեսք, ցուցադրյալ բարձր տրամադրություն, բայց իրականում շատ արագ հյուծում են այդ այրումը, դուք կարող եք կողքից էլ տեսնել, եթե անձերն աչքով էլ նայեք։ Եվ կարծում եմ նաև կարևոր է նշել, որ հասկանալ, որ ինչքան էլ որ քողարկեն եւ ինչքան երկար քողարկեն, հետո հետևանքները ավելի դառն են լինելու եւ դրանց վերականգնումը շատ ավելի ժամանակատար ու ծախսատար է լինելու։ Միանշանակ, որտեղ արդեն կմիանա փսիխոսոմատիկան, այսինքն մեր հոգեկան վիճակը կսկսի վերել օրգանական ակնհայտ դրսևորումների, հետո արդեն որոշակի մակարդակից հետո անդառնալի դրսևորումների։ Այս խնդրի չլուծման դեպքում կարող են առաջանալ մի շարք բարդություններ։ Տուժում է կյանքի որակը, կարող են առաջանալ բազմաթիվ այլ առողջական հարցեր, եւ լուծման համար պետք է ժամանակին հետազոտվել։ Իսկ այս հարցում մեզ կարող է օգնության հասնել մեր հաղորդման գործընկեր Phoenix Med բժշկական կենտրոնը։
Երբ խոսքը մեր կամ մեր հարազատների առողջության մասին է, մենք փնտրում ենք ոչ միայն լավ բժշկի, այլև վայր, որտեղ մեզ կլսեն, կհասկանան ու կօգնեն առանց ավելորդ քաշքշուկների։ Phoenix Med բժշկական կենտրոնը ստեղծվել է հենց այդ սկզբունքով։ Այստեղ մեկ հարկի տակ են համախմբվել իրենց գործին նվիրված բարձրակարգ մասնագետներ եւ նորագույն տեխնոլոգիաներ։ Սրտաբանություն, թերապիա, ռևմատոլոգիա, էնդոկրինոլոգիա, գաստրոենտերոլոգիա, գինեկոլոգիա, ռեֆլեքսոթերապիա, ինչպես նաև կոսմետոլոգիա եւ ուլտրաձայնային հետազոտություններ։ Այլևս կարիք չկա բժիշկներ փնտրել քաղաքի տարբեր ծայրերում, այստեղ կարող են ապահովել ձեր առողջությունը մեկ հարկի տակ, արագ, հոգատար եւ պրոֆեսիոնալ կերպով։ Phoenix Med, վստահեք ձեր առողջությունը պրոֆեսիոնալներին։ Զանգահարելով Phoenix Med եւ նշելով գիշերային զրույցներ պրոմոկոդը կարող եք ստանալ 20% զեղչ էսթետիկ գինեկոլոգիական ծառայությունների համար։ Phoenix Med, վստահեք ձեր առողջությունը բարձրակարգ մասնագետներին։ Ես վստահ եմ մեզ հետևողները հիմա իրենց հարց կտան, ինչպես կազմակերպենք այդ հանգիստը, որն է դա։ Ես կուզենայի, եթե հնարավոր է, մի քանի պրակտիկ խորհուրդներ հնչեցնեիք մեր հեռուստադիտողների համար։ Հանգստի կազմակերպումը եւս ունի ինդիվիդուալություն, այսինքն ամեն մեկը պիտի իր նախասիրություններին համապատասխան կազմակերպի։ Եթե նա հանգստանում է ծովի ալիքների ազդեցության տակ, բնականաբար պիտի փորձի այդ հանգիստը ծովում կազմակերպել։ Եթե նա հանգստանում է երաժշտություն լսելով նման պայմաններում, ցավոք սրտի, օրինակ մեր հայկական իրականության մեջ շատերը հանգիստը շփոթում են ուտել խմելու գործողության հետ, որը քանակի չարաշահման դեպքում բնականաբար պաթոլոգիական էֆեկտների կարող է բերել, դա կլինի խմիչքի, թե յուղոցննդի չարաշահումը։ Ճիշտ է, նախասիրությունները կարևոր են, բայց այստեղ պիտի գումարել դրան նաև գրագիտությունը, այսինքն ամեն ինչ չափավորի մեջ։ Կամ եթե գնում ես հանգիստի, պարտադիր չի, որ դու անդադ հեռախոսիդ միացված լինես այն առումով, որ պատասխանես բոլոր զանգերին, կարգավորես հարցեր հեռակակարգով, հանգիստը պիտի լինի իզոլացված քո իրականությունից, որպեսզի ուղեղը կարողանա, այսպես ասած, restart լինել, ինքը նորից վերականգնվել։ Ուղեղի նեյրոնները սովորում են այն հրահանգին, ինչը դու տալիս ես նրան։ Այսինքն, եթե դու անդադ մտածում ես վատատես ես, որ սա վատ է լինելու, ուղեղը սկսում է ընդունել, որ դա իր նորմայի տարբերակն է, ինքը այլևս ման չի գալիս լավը։ Նույն ձևով, եթե դու ուղեղիդ չես սովորեցնելու, որ նա հանգստի ռեժիմ ունի, նա անընդհատ գերլարված աշխատելու ու դրանից է առաջանում մեր քրոնիկական ստրեսը։ Մարդիկ կան նույնիսկ քնած տեղն են աշխատում, այսինքն ուղեղը անընդհատ այն ծրագրի վրա է դրած, որ ինքը պիտի աշխատի, պայքարի, բայց գալիս է մի պահ, որտեղ արդեն սկսվում է անտարբերությունը ու այդ արդեն այդ քրոնիկական հոգնածության հաջորդ էտապն է, որը շատ արագ վերադարձ չկատարելու դեպքում կարող է անդառնալի լինել երբեմն։ Այսինքն ամեն ինչ գալիս է ծրագրելուց, պետք է նաև հանգիստը ճիշտ պլանավորել եւ գրագետ այն անցկացնել եւ դրա համար պետք է պարզապես դա ճիշտ պլանավորել ու ծրագրել, որովհետեւ ուղեղը, ինչպես դուք նշեցիք, ստանում է համապատասխան հրահանգները եւ այդ հրահանգներով էլ առաջնորդվում է։ Միանշանակ մեր նեյրոնների պլաստիկությունը հենց սովոր է նրան, ինչու են ասում լավատես կամ վատատես մարդկանց մոտ տարբեր ձև է ստացվում ինչ-որ մի խնդիրը։ Այդ նույն սկզբունքով ուղեղը աշխատում է բոլոր ոլորտներում։ Դու ոնց ուղեղին հրահանգես, այն ձևով է ինքը աշխատելու, այն ձևով է ինքը լուծումներ գտնելու քեզ համար։ Երբեմն մենք ասում ենք, բողոքում ենք, վայ աշխատանքից, շատ ենք աշխատում, ամբողջ օրը այնտեղ ենք, բայց երբ որ դու այդ ամենին կողքից ես նայում ու փորձում ես անալիզ անել, հասկանում ես, որ դու ինքդ ես գտել քեզ այդ իրավիճակի մեջ։ Դու կարող ես գործատուին բացատրել, պահանջել, որ ես ունեմ հանգստի իրավունք, ես պիտի աշխատեմ մինչև այս ժամը, այսինքն մենք մեր ընտրությունը երբեմն քողարկում ենք կամ դրանում մեղադրում ենք ուրիշների ու արդյունքում մենք չենք կարողանում մեզ վերականգնել։ Մենք մեզ չենք ճանաչում, մենք պետք է սովորենք առաջինը իզոլացված մեզ ճանաչել։ Երբ որ ոչ մեկ չկա կողքից, ոչ մեկ խորհուրդներ չի տալիս։ Երբ որ մեզ կճանաչենք, մենք կփոխենք նաև մեր իրականությունը։ Բայց շատ հաճախ անկախ տարիքից, նույնիսկ մանկապարտեզի տարիքի երեխաներից մեր ուղեղը սովորում է փախնել խնդրից, ոչ թե լուծումներ տալ այդ խնդրին, որովհետև փորձում է ադապտացվել ձևական իրականությանը, որովհետև շատ ուժեղ մարդ պիտի լինես, որ քո բնական իրականությունը կարողանաս դրսևորել, այլ երբ որ
դու այսպես ասած սպիտակակրավ ես իրականության մեջ, դա է ուժեղության նշանը, ոչ թե ձևական հզոր քեզ ցույց տալը, իսկ դրա համար պետք է առաջին ինքդ քեզ ճանաչես ու պիտի արտաքին միջավայրը պիտի չփոխի քեզ։ Նույնն էլ հանգստի կազմակերպումն է, նույնն էլ աշխատելու քանակն է կամ թույլ տալը, որ արտաքին ստրեսային հանգամանքները փոխեն քո իրականությունը։ Տիկին Հովհաննիսյան, անչափ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի, արժեքավոր մասնագիտական դիտարկումների համար։ Վստահ եմ մեր թողարկումը դիտելուց հետո շատ-շատերը արդեն իսկ կգիտակցեն, կհասկանան, որ ոնց որ թե ունեն նախանշաններ քրոնիկ հոգնածության առումով եւ կդիմեն մասնագետի խնդիրը լուծելու նպատակով, որպեսզի այն հետո չտա իր բարդությունները եւ որքան շուտ դիմեն, այնքան ավելի իհարկե շուտ դա կլուծեն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն ձեզ նաեւ հրավերի համար։ Սեռական այբուբեն խորագրի ներքո ես մեծ սիրով պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն մեզ վստահելու եւ հարցեր գրելու համար։ Մեզ համար անչափ կարեւոր է դա։ Իսկ այժմ հարցը։ Բարև ձեզ, ես 33 տարեկան եմ։ Սնունդս անկանոն է։ Հաճախ ուշ եմ ուտում, նաեւ նկատել եմ, որ քաշ եմ հավաքել։ Երբեմն լինում է, որ ցանկություն կա, բայց ֆիզիկապես չի ստացվում։ Սա կարող է կապված լինել ապրելակերպի հետ։ Դուք հաճախ եք խոսում սննդի կարևորության մասին։ Սեռական կյանքի որակի վրա իսկապես սնունդը ունի մեծ ազդեցություն։ Ճիշտ է, որպես կանոն սեռական կյանքը կարող է տուժել նաև տարբեր այլ պատճառներից, որոնց մասին մենք հաճախ ենք խոսել, բայց կյանքի կենսակերպը, քնի ռեժիմի խանգարումը, նստակյաց կենսակերպը ուղիղ ճանապարհով բերում են սեռական տարբեր տեսակի խանգարումների։ Եվ հատկապես սննդակարգը այս դեպքում անչափ կարևոր է։ Ինչպես դուք նշում եք ձեր նամակում, վերջին ժամանակահատվածում քաշ հավաքելը նույնպես խնդիրներից մեկն է, որովհետև ավելորդ քաշը բերում է ժամանակի ընթացքում սեռական հորմոնների խանգարման։ Նվազում է հիմնական հորմոնը տեստոստերոնը եւ դրա բերումով էլ բարձրանում է կամ կարող է բարձրանալ պրոլակտինը։ Արդյունքում կարող է տուժել նաև սեռական ցանկությունը եւ պոտենցիան, որը դուք նշում եք ձեր նամակում։ Ինչ է պետք անել։ Առաջին հերթին իհարկե հնարավորինս կարգի բերել ձեր քնի ռեժիմը։ Քունը, ինչպես արդեն գիտեք եւ լսել եք մեր նախորդ թողարկումների ժամանակ, ունի հսկայական կարևոր նշանակություն, որովհետեւ քնած ժամանակ, հատկապես ճիշտ ժամերին, սեռական հորմոնները սկսում են իրենց կարևոր աշխատանքը։ Մյուսը դա սնունդն է։ Հատկապես քնելուց առաջ կամ գիշերային ժամերին սնվելը ցանկալի չէ, առավել եւս, եթե խոսքը արագ սննդի մասին է։ Դրանց արդյունքում արդեն կենսակերպը շտկելով եւ իհարկե անհրաժեշտ հետազոտություններ անցնելով խոսքը անալիզների մասին է, հնարավոր կլինի պարզել։ Եթե սեռական հորմոնները խախտված են, բնականաբար պետք է սկսել դրանից եւ շտկել դրանք։ Որպես կանոն ժամանակի ընթացքում սննդի ընդունման եւ քնի հիգիենայի կարգավորման արդյունքում խնդիրները զգալիորեն կարգավորվում են, բայց ինչպես արդեն նշեցի, շատ կարեւոր են հանձնել նաեւ մնացած անալիզները, պարզելու թե սեռական համակարգը ինչ վիճակում է։ Շատ կարևոր է այսպես կոչված սեռական սննդակարգը, այսինքն սննդակարգում ընդգրկել այն ամենը, ինչը կակտիվացնի սեռական ակտիվությունը եւ բացառել այն ամենը, ինչը կարող է խոչընդոտել կամ նվազեցնել սեռական ակտիվությունը։ Ցանկալի է սննդակարգում ընդգրկել օրինակ թռչնամիս, սպիտակուցներ, հատկապես օրինակ օգտագործել շաբաթվա կտրվածքով ձու, կանաչեղեն, բանջարեղեն, տավարի միս, ձկնեղեն, սրանք իհարկե համարվում են աֆրոդիզիակներ, որոնց ճիշտ օգտագործման դեպքում սեռական ակտիվությունը հնարավոր է պահպանել եւ նույնիսկ ավելացնել։ Շատ կարեւոր է սնունդի պատրաստումը։ Սնունդը ցանկալի է ընդունել հնարավորինս օրգանական տարբերակով եւ իհարկե ոչ տապակած։ Ցանկալի է սննդակարգից բացառել fast food-ը, գազավորված ըմպելիքները,
Ընդհանրապես արագ սնունդը եւ դրա հետ մեկտեղ իհարկե ուշադրություն դարձնել, որ սնունդը ընդունելիս հեղուկ օգտագործելը ցանկալի չէ։ Սննդի կարգավորումից է բխում նաեւ ավելորդ քաշից ձերբազատումը։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ ինչպես արդեն նշեցի, ավելորդ քաշը, իսկ դրանից հետո նաեւ ճարպակալումը ժամանակի ընթացքում դժվարացնում են սեռական խնդիրների լուծումը։ Մեր հաղորդման գործընկեր Սավիտա Հերբսի ստևիկ բնական հավելումը նախատեսված է հենց նմանատիպ դեպքերի համար։ Ստևիայի հիմքով ստեղծված այս միջոցն օգտակար է հատկապես քաշի ավելցուկի, առաջինից երկրորդ աստիճանի ճարպակալման, երկրորդ տիպի շաքարային դիաբետի, նյութափոխանակության խանգարումների եւ աղեստամոքսային տրակտի բորբոքումների ժամանակ։ Հատկապես ուզում եմ շեշտել, որ ստևիկը նվազեցնում է քաղցրի պահանջը, օգնում է կարգավորել խոլեստերինի եւ շաքարի մակարդակն արյան մեջ, լավացնում է մարսողությունն ու բարձրացնում իմունիտետը։ Օգտագործման եղանակը շատ պարզ է՝ ընդամենը 1 պատիճ օրական 3 անգամ ուտելու ընթացքում։ Ուշադրություն, հավելումը հակացուցված է մինչև 18 տարեկաններին, հղիներին, կրծքով կերակրող մայրերին, ինչպես նաև ցածր ճնշում ունեցողներին։ Ստևիկը կարող է գնել առանց դեղատոմսի, սակայն բուժման արդյունավետությունն առավելագույնի հասցնելու համար խորհուրդ է տրվում նախապես խորհրդակցել ձեր բժշկի հետ։ Ստևիկ ուժ, որը գալիս է բնությունից։ Այժմ երկրորդ հարցը։ Ես 41 տարեկան եմ, բայց դաշտան չեմ տեսնում։ Վերջին անգամ եղել է 25 թվականի սեպտեմբերին։ Բժիշկներն ասել են, որ խնդիր չունեմ։ Ինչ կարող եմ անել։ Հնարավոր է նորից սկսվի։ Հարգելի բժիշկ, շատ եմ խնդրում ասեք, ինչ կարող եմ անել։ Խնդրում եմ օգնեք։ Որպեսզի հնարավոր լինի պարզել, թե ինչու է դաշտանը ուշանում, առավել եւս պատասխանել հարցին հնարավոր է հղիանալ, թե ոչ, անհրաժեշտ է պատշաճ հետազոտվել։ Եվ առիթն օգտագործելով նշեմ, որ ձեր խնդիրը ավելի շատ իհարկե գինեկոլոգիական է եւ նման հարցով պետք է դիմեք գինեկոլոգ-էնդոկրինոլոգի, որպեսզի հնարավոր լինի պարզել պատճառը։ Սակայն նշեմ հիմնական պատճառները, որոնք ձեզ գուցեև օգտակար լինեն։ Այս դեպքում դաշտանը կարող է խանգարված լինել նախ եւ առաջ հորմոնալ խանգարումների պատճառով եւ առաջին հերթին պետք է հանձնել արյանանալիզ պարզելու այն հորմոնների մակարդակը, որոնք ապահովում են դաշտանի ֆունկցիան եւ ինչպես նաեւ պտղաբերությունը։ Որոնք են այդ հորմոնները՝ ֆոլիկուլ խթանիչ հորմոն, լյուտեինիզացնող հորմոն, պրոլակտին, տեստոստերոն եւ անտիմյուլլերյան հորմոնները։ Սրանք այն հիմնական կարևորագույն հորմոններն են, որոնք մասնակցում են թե դաշտանի կարգավորման հարցում, թե վերարտադրողական ֆունկցիայի, այսինքն հղիության։ Նոր դրանից հետո պարզ կլինի վիճակը եւ եթե պարզվի, որ կա հորմոնային խանգարում, բնականաբար պետք է փորձել դրանք շտկել։ Իհարկե, դաշտանի խանգարման հարցում մեծ նշանակություն ունեն նաև ոչ պակաս այլ գործոնները՝ սնունդը, քնի ռեժիմը, ստրեսի առկայությունը կամ բացակայությունը, այսինքն ձեր հոգեկան առողջությունը, հարաբերությունները հատկապես ձեր կողակցի հետ ինչպիսին են եւ այլն։ Այսինքն համալիր, համընդհանուր կոմպլեքս հետազոտություններից եւ անհրաժեշտ խորհրդատվությունից հետո հնարավոր կլինի պարզել բոլոր պատճառները, նշանակել անալիզները եւ հետո անցնել դրանց շտկմանը։ Ամեն դեպքում ամեն ինչ կորած չէ, կարծում եմ, որ անալիզներից հետո հնարավոր կլինի ստանալ վերջնական պատկեր եւ փորձել վերականգնել դաշտանի ֆունկցիան։ Այսօրվա գիշերային զրույցն էլ ավարտվեց։ Դիտեք մեզ ATV-ի եթերում, իսկ համացանցում դա կարող եք անել ցանկացած պահի։ Թողեք մեկնաբանություններ եւ տարածեք մեր տեսանյութերը։ Մեզ համար անչափ կարեւոր է ձեր կարծիքը։ Մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք սովորաբար ուզում եք լսել։